այսինքն բանակցությունների սեղանին ցեղասպանության հարցը, երբ որ այլևս առաջնահերթություն չի Հայաստանի արտաքին քաղաքականության համար, մենք այս հարցում ուր ենք հասնելու ցեղասպանության հետ կապված։ Մենք պետք է հասնենք նրան, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, Թուրքիան։ No, այսօր ես իմացա, որ վաղը այդ հարցը քննարկվելու է եւ չգիտեմ ինչ որոշում կընդունվի Մեծ Բրիտանիայի պարլամենտում։ Մեծ Բրիտանիան խոշոր տերություններից միակն է, որ չի ընդունել։ Բայց մենք պետք է հասնենք նրան, որ Թուրքիան ճանաչի մեր ցեղասպանությունը։ Եթե առաջնահերթություն չէ մեզ համար արտաքին։ Դե Նիկոլենց համար առաջնահերթություն, Նիկոլենք վաղը միսօր չեն լինի։ Կա հույս, շանս, ինչպես հասնել այդ բանին, որ Թուրքիան ճանաչի։ Միշտ եղեք իմ կողքին։ Իսկ ինչպես է դեպքում իշխանությանը հեռացնել եւ ձեր Միշտ քաղաքական հետևեք ինչ եմ ես անում, ինչ եմ խոսում, եղեք իմ կողքին եւ կլինեք իրադարձությունների թոհ-բոհի մեջ։ դուք քաղաքական շարժում եք սկսել, բայց դեռևս իշխանափոխություն չկա։ Կլինի, համբերեք, կլինի։ Միայն ներողություն կարող եմ խնդրել, որ մի փոքր ուշանում է։ Պատճառները որոնք են, ուշացնում։ Պատճառները ժողովուրդն է։ Չի հասկանում, հետո մուխուր չի գալիս, մուխուր գալ գիտեք ինչա։ Այդ բանի բարբարով է մուխուր գալը։ Որ ընդունի, չէ՞ որ եթե գնա իշխանապողության ընդունում է, որ 18 թվին սխալվել էր։ Մենք էլ ենք սխալվել։ Ես իհարկե այն վաղ դեռ կոչ էի անում, բայց ես էլ եմ ինձ մեղավոր համարում, որ չհամոզեցի, հետ չկանգնեցինք մարդկանց այդ ընտրությունից։ Եվ որ գնացին, բերին անհայտ ցակումով մի արարածի առանց կրթության եւ այլն դրին երկրի ղեկավար։ Դրին երկրի ղեկավար, այո։ Դա պետք է ամեն ինչ անել։ Պետք է ճամփու դնել, աշխատանքից ազատել, ճամփու դնել, շարունակել երկիրը կառուցել։